Բուդապեշտի գլոբալ երկխոսության բացումը մնացել է մի քանի ժամ, Վրաստանի արտգործնախարարը կունենա մասնակցություն, Մակա Բոճորիշվիլին արդեն պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։ Միխայիլ Ղավելաշվիլին արձագանքում է օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ-ի և Պետդումայի փոխնախագահի հետ։ Նրա խոսքով տեղի է ունեցել ջերմ անկեղծ շփում, որը ներառել է նաև գործնական զրույց։ Վրաստանի նախագահի խոսքով Մարկո Ռոբիոն նշել է, որ նախորդ վարչակազմը Վրաստանի նկատմամբ ամենամեծ բացասական վերաբերմունքի կրողն էր, ինչը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կփորձի շտկել։ Ընթացիկ շաբաթ կմեկնարկվի գների կարգավորման հարցով խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։ Ինչ ռեսուրսներ կան գները նվազեցնելու համար եւ ինչն է առաջացնում գների կտրուկ աճ։ Այս թեմաներով հանդիպումներ կանցկացվեն։ Խորհրդարանական հանձնաժողովում հրապարակայնորեն կլսվեն ցանցային շուկաների, բաշխման եւ ներմուծման ընկերությունների, դեղագործական եւ վառելիքի բիզնեսի ներկայացուցիչները։ Հանձնաժողովը բաղկացած է 14 անդամից, որոնցից 7-ը քվո հատկացվել է խորհրդարանական ընդդիմությանը։ Իշխող կուսակցությունը հույս ունի, որ իր աշխատանքի արդյունքում գները կնվազեն։ Եվրոպական հանձնաժողովի 2026 թվականի ուսումնասիրության համաձայն Վրաստանը ճանաչվում է որպես Եվրոպական միությունը Կենտրոնական Ասիային կապող այլընտրանքային ռազմավարական միջանցք։ Փաստաթղթում մանրամասն նկարագրվում է միջին միջանցքի զարգացման առաջնահերթությունները։ Ուսումնասիրության համաձայն Անակլիայի խորջրյա նավահանգիստը համարվում է ռազմավարական առաջնահերթություն եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման շրջանակներում։ Շեշտը դրվում է նաև երկաթուղիների և մայրուղիների հետ դրանց լիարժեք ինտեգրմանը։ Փաստաթղթում նշվում է, որ չինական կոնսորցիումի կողմից կառուցվող նավահանգիստը կդառնա Սևծովյան տարածաշրջանի ամենամեծ տրանսպորտային հանգույցը։ Վարչապետը հանդիպել է Ակուալիա և GVP-ի ներկայացության հետ։ Քննարկել են ջրային ռեսուրսների, ռազմավարական կառավարման և պետության կողմից բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը։ Նշվել է, որ 24-ժամյա ջրամատակարարման ապահովման անհրաժեշտությունը կարևոր է և այս նպատակին հասնելու համար առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտություն կա։ Ուշադրության կենտրոնում էին հնացած ջրամատակարարման համակարգի փոխարինելը, նոր մաքրման կայաններ կառուցելը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Վրաստանի միջխորհրդարանական միությունում և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովում Շալվա Պապուաշվիլին ներկայացրեց Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Նրա խոսքով վրացական կողմը օգտագործել է երկու հարթակ ներնել գլոբալ հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները արտահայտելու և տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու համար։ Պապուաշվիլին ընդգծել է խաղաղության կարևորությունը։ Բացի այդ, խորհրդարանի նախագահի խոսքով Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը միջազգային ամբիոնն օգտագործել է Վրաստանի օկուպացված շրջանների և չճանաչված քաղաքականության մասին խոսելու համար։ Ղիբուլիում մահացել է հանքագործ։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան հանքում, պատճառը դեռևս անհայտ է։ Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում։ Ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարությունը առաջին ալիքին հայտնել է, հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտմանը։ Դերասան Անդրո Ճիճինաձեի կատակերգու Օնիսեյ Ցխադաձեի և ևս 9 անձի գործով հաջորդ դատական նիստը կվերսկսվի մարտի 2-ին պաշտպանության կողմի եզրափակիչ ելույթով։ Այսօր պաշտպանության կողմի փաստաբանները 3 ժամ վիճաբանել են մեղադրյալների անմեղության և պատիժը փոխելու անհրաժեշտության մասին։ Նրանք կենտրոնացել են ապացույցների բացակայության վրա։
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գործը շարունակվում է քննվել։ Այսօր ներկայացվել է մեղադրանքի կողմի 2 վկա, սակայն նրանք չեն հարցաքննվել։ Հետաքննչյան տվյալներով Ռոմեո Միկաուտաձեն համակարգված կերպով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, ինչը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու համար։ Խոսքը 2.256.192 լարիի անօրինական օրինականացման մասին է։ Նրա մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, որոնք նախատեսում են 9-ից 12 տարի ազատազրկում։ Մարդու իրավունքների պաշտպանները հայտարարում են նախաձեռնող խմբի ստեղծման և ստորագրահավաքի մասին։ Այս կապակցությամբ Զազա Խաթաշվիլին ելույթ է ունեցել և նշել, որ Փաստաբան ինստիտուտը վտանգված է։ Նա ասել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը անընդունելի է և կառավարության այս որոշումը կվտանգի փաստաբանների անկախ աշխատանքը։